Հանրային գերակաշահ ճանաչելու հետևանքով Երևանի տարբեր թաղամասերի իրենց բնակարաններից վտարված շուրջ 3 տասնյակ ընտանիքներ արդեն 8 տարի պայքարում են ոտնահարված իրավունքների համար։ Եվս 30 ընտանիք դատական հայցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատական ակտերով իրենց տներից վտարված ընտանիքներին չնչին գումարներ են փոխհատուցել, որով նրանք չեն կարողացել նոր բնակարան ձեռք բերել։ Այդ բնակիչների մի մասը հավաքվել էր նախագահականի առջև եւ նախագահի հետ հանդիպում էր պահանջում։ Այս 8 տարիների ընթացքում պատկան տարբեր կառույցներին ուղղված բազմաթիվ դիմումնամակները մնացել են անպատասխան։ Նշեմ, որ դեռևս 2007 թվականին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, հանդիպել է իրացված գոտիների բնակիչների հետ եւ խոստացել 1 ամիս հետո լուծել նրանց խնդիրները, ասում է Սեփականության իրավունքի պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը։ Դա մեզի պատասխան։ Այո, ես չեմ կարող անել իմ խոստումները։ Խաբում եմ ձեզ ժողովուրդ կամ վախում եմ Ռոբերտ Քոչարյանից։ Թող ինքը այդ բաները տա մեզի գրավոր պատասխան։ Բացասական պատասխանը էլի պատասխան է, որ մենք իմանանք ոնց ենք շարունակելու մեր հետագա պայքարը։